Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է 3 ամիս, շատ քիչ ժամանակահատված։ Քաղաքական ուժերը քաջածանոթ են բոլորին, բայց կան նաև սոցհարցման տվյալները, որոնք հուշում են, թե Հայաստանի բնակչության հայաստանցիների գրեթե 2/3-ը չի վստահում որևէ քաղաքական գործչի, սա հնարավորություն է նոր ուժերին, նոր դեմքերի համար ներկայացնելու իրենց, հայտարարելու իրենց մասին։ Հյուրընկալել ենք բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանին, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեր հայտարարության էությունը հետևյալն է, որ Հայաստանի բոլոր խնդիրների արմատը ընտրական կարգի մեջ է, այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք իրականում չեն ստանում մեծամասնություն, բայց ստանում են առավել շատ, թվով ձայներ, գործող ընտրակարգի համաձայն կարողանում են ձևավորել մեծամասնություն, կառավարություն կազմել եւ դա է մեր խնդիրը։ Դուք առաջարկում եք չեղարկել այդ կարգը, որովհետև այդ ուժերը, ինչպես ասացի, իրականում ներկայացնում են փոքրամասնությանը, խորհրդարանում առաջարկում եք սահմանել 1% շեմ, ազգային ժողով անցնելու համար, քվեաթերթիկում նաև ավելացնել բոլորին դեմ եմ տողը, բայց այս պարագայում մտավախություն չունեք, որ նման ձևով ընտրություններ անցկացնելու պարագայում փոքր քվեներ, քիչ քվեներ, սահմանափակ թվով քվեներ ստացած քաղաքական ուժերը Հայաստանի պայմաններում պարզապես չեն կարողանա կոալիցիա կազմել, հետևաբար չեն կարողանա կառավարություն կազմել, հետևաբար Հայաստանը չի ունենա կառավարություն տևական ժամանակ։ Շնորհակալ եմ հնարավորության համար եւ ծավալուն կարևոր հարցից սկսելու համար։ Տեսեք, Հայաստանը մի շարք խնդիրներ ունի։ Մենք իրականությունից կտրված չենք ասելու, որ Հայաստանի միակ խնդիրը ընտրական համակարգն է, բայց Հայաստանի բոլոր խնդիրները ունեն քաղաքական լուծումների ու լուծում տվողների կարիք եւ ինչպես ենք մենք որոշում որոնք են մեզ համար պիտանի լուծումները ու ովքեր են այդ խնդիրների լուծում տվողները, այս է ընտրական համակարգի հարցը։ Եվ մենք հիմա հատկապես փոփոխվող աշխարհում պիտի կարողանանք կայացնել որոշումներ, որոնք տասնամյակներով մեր հետ են լինելու, որոշելու են մեր կյանքի, մեր պայքարի կամ հանգստության բնույթը, ու շատ կարեւոր է, որ այդ որոշումները մենք կայացնենք այնպիսի ներառականությամբ, լսելով Հայաստանի բոլոր քաղաքացիների կարծիքն այնպես, որ վաղը գլխիվար շուրջ չգա process-ը, որևէ process, եւ հանկարծ այնպես չստացվի, որ մեր կայացրած որոշումները պաշտպանելու ու աջակցելու համար պինդ կանգնած քաղաքացիներ չկան, որովհետեւ մենք առանց այդ քաղաքացիների ենք որոշումը կայացրել։ Ինչու՞ է խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ մեր ընտրական համակարգը խմբագրում է քաղաքացիների կարծիքը։ Քաղաքացիների մոտ կեսը չի մասնակցում ընտրություններին, մեր ընտրական օրենսգիրքը խմբագրում է այդ կարծիքը, ասելով դե հա, ուրեմն իրանք ուժեղի կողմից են։ Քաղաքացիների եւս մի էական շերտ նախորդ 2021-ի ընտրություններին դա եղել է մոտ մասնակցողների 21%-ի կարգի, կամ մոտ 25%-ի կարգի 265,000 մարդ ընտրել է իր համար համակրելի քաղաքական ուժերի, բայց մեր ընտրական օրենսգիրքը նորից ասել է, չէ, թե դուք որ փոքր ուժերի եք ընտրել, այդ կապ չունի, պետք է գայիք այն մեծ խոշոր ուժերին ընտրել։ Ձայները գնացել են խոշորների։ Այո, դա կոչվում է ձայների փոշիացում։ Եվ Հայաստանի ընտրական համակարգը անում է երրորդ հրեշավոր բանը, որը դեռ չի կիրառվել, եւ հույս ունեմ մեր այս առաջարկած փոփոխությունները մենք կյանքի կոչենք ու դա երբեք չի կիրառվի։ Ընտրական օրենսգիրքը ասում է ոչինչ որ դու ընտրություններում գոնե մասնակցողների կեսի ձայները չես ստացել։ Եթե դու մյուսներից նույնիսկ մի քվե շատ ես ստացել, մենք քեզ այնքան բոնուս կտանք, որ դու լինես 50%-ից ավել ֆրակցիա պարլամենտում։ Այսինքն ընտրական համակարգը գրված այնպես, որ անտեսեն բոլոր այն մարդկանց կարծիքները, ովքեր համաձայն չեն, որ ինչ որ մեկը հարաբերական ուժի հաշվին, իսկ դա սովորաբար լինում է գործող իշխանությունը բոլոր ժամանակներում, անընդհատ վերարտադրվի։ Այդ է մեր ընտրական օրենսգիրքը։ Ռիսկերի մասին, ռիսկերի հարցը շատ կարևոր հարց էր։ Դուք ասում եք, որ կոալիցիաներ գուցե չկարողանան փոքր ուժերը կազմել։ Դա նախ ամենակարևոր բանը, որ մենք պետք է ընտրենք, մենք ի վերջո ուզում ենք ժողովրդավարություն, որտեղ ընտրողների կարծիքը կարևոր է, թե ուզում ենք
աբսոլյուտ հանգստություն, որտեղ միշտ բոլորը գիտեն թե ով է իշխանություն։ Մենք ուզում ենք իհարկե ժողովրդավարություն, պարոն Նահապետյան, բայց մենք ուզում ենք նաև կտրված չլինել իրականությունից։ Հիմա տեսեք, ես հիշատակեցի սոցհարցման տվյալները, խոսքը միջազգային հանրապետական ինստիտուտի այստեղ Հայաստանում անցկացված սոցհարցման մասին է, վերջին տվյալների համաձայն մոտ առապես 2/3-ը չի վստահում որևէ քաղաքական գործ չի, այստեղ խոսքը ընտրություններ գնալ չգնալու մասին է, մարդիկ պարզապես չեն ուզում կներեք տեսնել ձեր դեմքը, ես նկատի ունեմ քաղաքական գործիչների եւ չեմ կարծում, թե խնդիրը ընտրակարգի մեջ է, եթե մարդիկ չեն վստահում քաղաքական ուժերին, որևիցե մեկին, կրկնում եմ, որևիցե մեկին, ինչպես եք դուք ձեր առաջարկած, տարբերակի պարագայում կազմելու կառավարություն։ Բայց պետք է խորանալ, չէ, հարցի մեջ, ինչի չեն ուզում տեսնել այդ մարդկանց դեմքը։ Պատճառը վստահաբար ընտրակարգը չէ, պատճառը հայտարարություններն են, գործունեությունն է, քաղաքական ծրագրերն են։ Շատ լավ։ Իսկ քաղաքացին ինչ որ լծակ ունի, իրեն խափողներին պատժելու, թե չէ։ Գուցե քվեարկել այն ուժի օգտին, որը կգա մի օր, ինչպես, չգիտեմ, ինչպես Մեսսիան եւ մեծամասնության ձայները կշահի եւ կձևավորի կառավարություն, բայց մինչ այդ, այսինքն սուրբ քաղաքական գործիչի հայտ։ Բայց մինչ այդ ապրել է պետք։ Ես ուզում եմ հասկանալ, եթե քաղաքական ուժերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ նախընտրական որևէ հարցի շուրջ, օրինակ չեն կարողանում կազմել լայն ճակատ, կառավարություն ինչպես են կազմելու։ Տեսեք, նախ քաղաքական ուժերը կկարողանան տարբեր համագործակցություններ հաստատել, հավատացեք, դա նրանց շատ ծանոթ ու սովոր երևույթ է, մի անգամ չենք դա տեսել։ Երկրորդ, երբ որ խոսում ենք նրա մասին, որ քաղաքացիները զզված են բոլորից, կարևոր է, որ այդ քաղաքացին պատժի լծակ ունենա, որ քաղաքական ուժն էլ մոտիվացիա ունենա, իրան այլ կերպ պահելու։ Երբ որ ասում եք հայտարարություններն ու գործերը տարբեր են եղել, եւ երբ որ ասում եք, որ այ եթե պատժի լծակը նա է, որ պետքա քվեարկեն մեկ այլ քաղաքական ուժի, հետեւաբար գործող իշխանությունների համար բոլոր ժամանակների բավարար ընդհանրապես ապացուցել, որ ընդդիմությունը իրենից վատն է կամ ընդդիմությունը եւս թերություններ ունի, հիասթափեցնել այդ մարդկանց, ովքեր 50% են արդեն կազմում հիասթափվածները, ասել, որ մենք բոլորս նույնն ենք, սա կեղտոտ խաղա, դուք գործ չունեք սրա հետ, եւ վերջ հարցը լուծված է, դու վերարտադրվում ես։ Այո, վերընտրվել։ Շատ լավ։ Երբ որ լինի բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, ընտրություններում։ Մենք կունենանք այդ խաղը չի աշխատելու։ Իհարկե կունենանք, վստահ եմ, որ կունենանք։ Հայաստանում, ինչպես ասացի, մենք այլ քաղաքական ուժեր չունենք, ունենք այն ինչ ունենք, խորհրդարանական ընտրություններ են անցել են, ով կարող է անցնել իշխող քաղաքական ուժը, ենթադրենք ներկայիս ազգային ժողովում գործող ընդդիմադիր ուժերը, նախագահ Քոչարյանի ղեկավարած բլոկը, նախագահ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած բլոկը, ենթադրենք Սամվել, այսինքն ես տալիս եմ այն ուժերի անունները, որոնք շատերի գնահատմամբ շատ այսպես մեծ հնարավորություն ունելու անցնել հաջորդ պարլամենտ, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը եւ անցնում է ձեր ուժը, այ խնդրեմ ասեք ում հետ եք պատրաստվելու կոալիցիա կազմել այս ուժերից։ Լավն է հարցի դրվածքը, որպեսզի փրկեք Հայաստանը։ Ես կարծում եմ Հայաստանը փրկության մեջ շանսեր կունենա, երբ որ դադարենք մենք իրան փրկելու ամբիցիաներից։ Մենք մեր գործն ենք վերցրել, մենք որպես զզված լավատես քաղաքացիներ ուզում ենք փոխել այս քաղաքական միջավայրը, ընդհանրապես այդքանը։ Ինչ վերաբերում է կոալիցիային, ձեր հարցին, կոալիցիաների հարցին, ես դուք բոլորը ստացել եք 10%, 15%, 6%, ոչ ոք այսպես հավելյալ ձայներ չի ստացել, մեծամասնություն չունի, հիմա պետք է կոալիցիա կազմեք, խնդրեմ։ Բոլորին դեմ եմ դասական քաղաքական ուժ չի, դրա համար ես հարցը բաժանեմ երկու մասի։ Նախ պատասխանեմ դասական քաղաքական ուժերի մասով, թե ոնց են առհասարակ քաղաքական ուժերը կոալիցիա կազմելու, հետո կպատասխանեմ մեր սպეციფիկային։ Ձեր նշած ուժերի շրջանում անգամ, ասենք ԿՊ-ն համաձայնություն է կարացել ձևավորի, ասենք, չգիտեմ, հանրային ձայն խմբակցության հետ քաղաքապետարանում։ Բարգավաճ Հայաստանը դաշնակցությունը ու հանրապետականի մի մասը, ասենք, Նիկոլ Փաշինյանին քվեարկած կա։ Հանրապետականը Սերժ Սարգսյանի գլխավորած հանրապետականը իրանց վրա քրեական գործեր հարուցած Արթուր Վանեցյանի հետ համագործակցություն կնքած կա։ Այսինքն այդ առումով եկեք ֆիքսենք, որ մենք ապրում ենք մի քաղաքական միջավայրում, որտեղ մարդիկ հասկանում են
պետք եղած ժամանակ ինչ համագործակցություն է։ Իրանց մոտիվացիան է բայց եկեք նաև ֆիքսեք, որ մենք ապրում ենք այնպիսի քաղաքական, այսպես բանավեճի պայմաններում, որտեղ ուժերից ոմանք մյուսներին մեղադրում են դավաճանության մեջ, նրանք էլ մյուսներին ասում են դուք էլ 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ եք։ Կանցնի։ Կա Ամերիկայի Նևադա նահանգի օրինակը, որտեղ կա բոլորին դեմ եմ տարբերակ քվեարկելու։ Երբ որ տարբերակի տոկոսները սկսել աճել, այդ նահանգային տեղական ընտրություններում քաղաքական ուժերը դադարել են իրար մասին զզվելի բաներ ասելուց։ Բայց մենք նահանգ չենք։ Էլի մենք պետք է ընտրություն կատարենք, չէ՞։ Խոսք գնում է ընտրական մեխանիկայի մասին։ Երբ որ դու ավելացնում ես բոլորին դեմ եմ, քաղաքական ուժերի մոտիվացիան փոխվում է։ Իրանք արդեն պետքա չապացուցեն, որ մեկը մյուսից զզվել է, որովհետև զզվանքի քաղաքական շահառում բոլորին դեմ եմ նա։ Իրանք գալու են սկսեն ապացուցել, թե իրանք ինչ կանեն քաղաքացու համար, որպեսզի քաղաքացին քվեարկի։ Ինչ վերաբերում է մեզ, որպեսզի չխուսափեմ այդ հարցին։ Մեր օրակարգը կոնկրետ է։ Մենք սարքում ենք այս ինքնալուծարվող կուսակցությունը, այս փոփոխությունները անելու 100-օրյա կառավարություն ձևավորելու։ Կներեք, մինչև կառավարություն ձևավորելը, պարոն Նապետյան, դուք պետք է այ ուժերից, այդ թվարկած ուժերից ում հետ եք կոալիցիա կազմելու։ Չեմ խոսափում հարցից։ Օրակարգը մեր այն է, որ մենք այս ռեֆորմները պետք է անենք 100-օրյա կառավարություն ձևավորելու միջոցով, հետո անենք արտահերթ ընտրություններ, որին բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությունը չի մասնակցելու եւ իր ձևավորած կառավարության անդամները իրենց կազմակերպած ընտրություններին չեն մասնակցելու։ Հիմա ամբողջ քաղաքական դաշտից ով պատրաստ է այս օրակարգի ու բացառապես այս օրակարգի մեջ ապրի այդ 100 օրը, բոլորի հետ պատրաստ ենք կոալիցիա կազմենք քաղաքացիական պայմանագրից մինչև ասենք որ Գագիկ Սարոկյան, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան։ Ով պատրաստ է այս օրակարգի անցումային կառավարությանը ու այս օրակարգի օրենսդրական փոփոխություններին նրա հետ կկազմեք կոալիցիա։ Մենք պատրաստ ենք, որ այդ կառավարությունը իրանց քվեներով ընտրվի։ Ավելին այդ կառավարությունը չի կարող առանց իրանց քվեների ընտրվի։ Հասկանալի է։ Ավելին եթե մենք մի հատվածի հետ կառավարություն ձևավորենք, մեզ մեկ այն մյուս հատվածի քվեարկությունը պետք է, որ ընտրական օրենսգիրքը կանանք փոխենք։ Երբ որ ես նայում էի ձեր շարժման կայքեջը, ես տեսա, որ անդամների քանակը 800-ի չի հասնում, սա ցուցիչ է։ Ես ուզում եմ հարցնել ավելի ճիշտ չէր լինի, ավելի դյուրին, ավելի ճիշտ, այսպես հայտարարել իրատեսական քաղաքական նպատակների մասին, աշխատել այդ ուղղությամբ։ Թե ես սխալվում եմ։ Համեմատության եզրը ինչն է, 800-ը ինչի համեմատակիչ։ Հայաստանի ազգաբնակչության այլ կուսակցությունների թվաքանակի։ Նիկոլ Փաշինյանին իրեն ցուցակի առաջի համար ընտրել մոտ 900 մարդ։ Այդ ընտրություններին մասնակցել է 1000 հոգի, իրանց կուսակցություն կոչվածը 1000 հոգի է։ Ինչի հետ համեմատած։ Բայց քաղաքացիական պայմանագիր 800-ը գիտեք ինչի համեմատակիչ։ Մեր թիրախի ու մեր ամբիցիաների համեմատ, այն արդյունքը, որ մենք ուզում ենք ստեղծել, դրա համեմատ քիչ է։ Մյուսների հետ համեմատության մեջ ես չեմ ուզում ասել, որ մենք ավելի ուժեղ ենք, քան ԿՊ-ն, խոսքը սրա մասին չի։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ թվերը միայն process-ի աճի տեմպ են ցույց տալիս։ Այդ թվերը ոչ գրպանում դրված հաղթանակի, ոչ էլ խոստացված ձախողման մասին են։ Ավելին ասեմ, այդ կայքում իմ համար ոչ պակաս կարևոր երկրորդ թիվ էլ կա։ Դա այն է, որ մեզ ամեն ամիս ֆինանսապես աջակցում են 170 քաղաքացիներ։ Ամիսը 3000 դրամ, առաջիկա 4 ամիս շարունակ աջակցելու են։ Դա նշանակում է, որ մենք օրինակ արդեն կես միլիոն դրամի կարգի, ինչու գրասենյակի եւ այլ հարցեր լուծելու համար պիտանի շատ օգտակար օգնություն է։ Ֆինանսավորում ունենք։ Այս թվերի հնգապատկում, տասնապատկումն է, որ բերելու է մեր հարցերի լուծմանը։ Մենք մեր դրած նպատակների հետ ենք համեմատվում, ուրիշ բանի հետ ես չեմ ուզում համեմատվենք։ Իսկ իրատեսական նպատակը ո՞րն է։ Երբ որ ասում եք իրատեսական նպատակներ հռչակեիք։ Ես կարծում եմ, որ շատերը կասկած կհայտնեն, որ բոլորին դեմ եմ շարժումը գուցե ընդհանրապես չկարողանա մուտք գործել ազգային ժողով։ Համաձայն եք, չէ՞ որ բոլորին դեմ էմի օրակարգը, որը ուղիղ ծնված, վերցված է այդ ձեր վկայակոչած հարցումներում եղած մարդկանց կարծիքից ու որոշումից։
այսինքն մարդիկ ասել են մենք չենք սիրում բոլորին, մենք չենք ուզում քվեարկել ոչ մեկին, դժգոհ ենք այս քաղաքական համակարգից ու կա բոլորին դեմը, որը ասում է արքեզ մահակ, գնա այդ բոլորին բացատրի, որտեղ են ձմեռում խեցգետինները։ Ինչքան մարդու մենք կհասցնենք պատմել դրա մասին, որ բոլորին դեմը կա ու դրա մասին է։ Դա մեր աշխատասիրության, այդ կայքում գրանցված մարդկանց աջակցության ու արագաշարժության հարց է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ 100,000-ավոր մարդիկ այդ հարցման տակ ընկած թվով, դա մոտավորապես 1,300,000 մարդու մասին է խոսքը գնում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ իմանան, որ այս ընտրություններին լինելու է իրենց ցասումը, զայրույթը ու հիասթափությունը այս քաղաքական համակարգից արտահայտելու տարբերակ։ Մնացածը ժամանակն է ցույց տալու։ Անդրադառնանք Հայաստանի առջև ծառացած այլ խնդիրներին, ընտրակարգից բացի, պարոն Նահապետյան, իմ կարծիքով գլխավոր հարցերից մեկը, այսպես ձևակերպենք, պատերազմի եւ խաղաղության հարցն է։ Դուք ինչ պատկերացումներ ունեք մենք Ադրբեջանի հետ ինչ հարաբերություններ պետք է հաստատենք, պետք է զարգացնենք, պետք է ունենանք հարաբերություններ, չպետք է ունենանք հարաբերություններ։ Բոլորին դեմ եմ շարժումը իր հռչակած օրակարգից դուրս այլ օրակարգեր չունի։ Այդ 100-օրյա կառավարությունը, որ ձևավորենք, մենք վարելու ենք իներցիոն քաղաքականություն։ Չէ, կներեք, բայց այդ խնդիրը կներեք, որ ընդհատում եմ ձեզ։ Գիտեք, կան օբյեկտիվ այսպես սիրողություններ եւ Ադրբեջանում, տարածաշրջանում գործող այլ տերություններ, նկատի ունեմ Թուրքիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, իրենք կարծես չեն հարցնելու ինչ օրակարգ ունի որևէ կուսակցություն եւ կան շահեր, կան խնդիրներ։ Հենց դրա մասն էի ասում, այդ 100 օրվա ընթացքում մենք վարելու ենք իներցիոն քաղաքականություն, այսինքն ինչ բոլոր կողմերին ասելու եք ստոպ, մենք այդ հարցերին չենք անդրադառնում։ Մենք ասելու ենք, որ մենք չունենք պարլամենտում այն մանդատը ու այն մեծությունը, որ այդ ձեր ասած հարցերը կարողանանք բոլորը լուծենք, խնդրում ենք սպասել։ Եթե հարցեր կան, որ չեն կարող սպասեն, մեր քաղաքական կուրսը լինելու է իներցիոն, այսինքն ինչ եկել հասել է մեզ, մենք այդ ուղղությամբ տանելու ենք, հանձնենք հաջորդ կառավարությանը 100 օր հետո։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի բոլոր հարցերը գալու են հենց այդ 100 օրում, ասեն չէ հենց հիմա։ Այդ մեկ։ Մնացածի մասով շարժումը իր հռչակած օրակարգից դուրս այլ օրակարգեր չունի, բայց ես մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Հայաստանում այսպես թե այնպես ինչ որ մի օր իշխանապողություն լինելու է, չի կարա, չէ՞, չի կարա, չէ, ասեմ։ Հույս ունեմ այնպես չի, որ տրամադրվածություն կա հավերժ իշխելու։ Դա մինչև հիմա ոչ մեկի մոտ չի ստացվել աշխարհում։ Բայց փորձողներ եղել են, ես հույս ունեմ այդ փորձից ձեռնպահ մնալու իմաստություն կլինի։ Ինչ որ պահի իշխանապողություն լինելու է։ Այնպիսի քաղաքական դաշտ, ինչպիսին կառուցված է հիմա, այսինքն որ ընտրողների կեսը դուրս է քաղաքական process-ներից, չունի իր կարծիքը արտահայտող քաղաքական ուժեր, իսկ 21-ի ընտրությունների հանրային մեսեջներն է, որ ախպեր երկու պատասխան կա, կամ Նիկոլ Փաշինյանի պատասխանից պետք է դու տաս քո քաղաքական կարծիքներում, կամ Ռոբերտ Քոչարյանի, որովհետև մենակ իրանք են շեմահատել։ Մեր 21 ընտրությունների արդյունքները եւ 5% ընտրական շեմը նրա մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կներեք բարիս համար կամ Նիկոլական է կամ Քոչարյանական է։ Արդյոք մեզ դիտողները համաձայն են դրա հետ, որ իրանք կամեսեն կամեն։ Հետևաբար, ինչ որ պահի, երբ որ իշխանապողություն լինի, պետք է որ Հայաստանը ունենա այնպիսի քաղաքական համակարգ եւ այնպիսի բուֆերային քաղաքական ուժեր արանքում դասավորված, որոնք թույլ չեն տա այս ուղղությունից ռադիկալ հակառակ ուղղություն գնալու հնարավորությունը։ Իսկ դա հնարավոր է մեր ասած ռեֆորմների հաշվին, երբ որ շեմերն իջեցվեն ու բազմակարծություն լինի պարլամենտում, երբ որ ինչ-որ մեկը չստանա կայուն մեծամասնություն ու իր այշը քշի որևէ անհայտ ուղղությամբ, եւ երբ որ լինի բոլորին դեմ։ Պարոն Նահապետյան, դուք նոր մարդ չեք քաղաքականության մեջ, նախկինում նույնպես հայտ եք ներկայացրել եւ հիմա էլ ըստ էության հայտ եք ներկայացրել առաջնորդելու այսպես Հայաստանը ինչպես է քաղաքական գործիչ։ Այս հարցը խաղաղության, պատերազմի, Ադրբեջանի, Թուրքիայի
հետ հարաբերությունների հարցը անչափ կարևոր է Հայաստանի համար։ Համաձայն եմ։ Ես ուզում եմ հասկանալ Միքայել Նահապետյանը ինչ է մտածում այս հարցի վերաբերյալ։ Շատ լավ։ Հիմա մի քանի զուտ փաստի մասին։ Առաջի փաստը նա է, որ ինչքան էլ որ հանրային տեսանկյունից դա այդպես չի ընկալվել, ես երբեք որևէ ընտրությունների առաջադրված չեմ եղել։ Այս կարևոր Բայց մասնակցել եք քաղաքական քաղաքական process-ներին, այո, մասնակցել եմ։ Երկրորդը, ինչը զուտ ճշգրտման համար, ես Հայաստան առաջնորդելու հայտ էսպային չեմ ներկայացրել։ Ես նկատի ունեմ որևէ քաղաքի Եվ բոլորին դեմ մի առաջնորդել չեմ հանդիսանում։ Հասկանալի է, բայց որևէ մարդ, որը մասնակցում է քաղաքական process-ներին, նշանակում է նպատակ ունի առաջնորդել երկիրը, նպատակ ունի բարելավել, նպատակ ունի այո։ Անձնական կարծիքին, որը շարժման վրա տարածել պետք չի։ Ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է խաղաղություն, խաղաղությունը կառուցելու ենթակա process է, այսինքն խաղաղությունը տենց չի լինում մի օր արթնացնես խաղաղ ենք։ Եվ դրա ճանապարհին կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Առաջինը նա է, որ վրեժխնդրության ցանկություն որևէ հասարակության մոտ չլինի։ Իսկ այդ ցանկությունը կարա չլինի, երբ որ խիստ հիմնարար հարցերի լուծումներ են տրված։ Սրա վրա է պետք է աշխատել։ Թույլ տվանք վերցնել հիմա գնալ ինչ որ մեկից ինչ որ բան գրավել իմ համար զառանցանք է հնչում։ Միևնույն ժամանակ ես չեմ կարծում, թե մենք ամեն ինչ պետք է այտենց բան, ինչ մեզ պահանջում են տանք, ամեն ինչից հրաժարվենք, մեր աչքերը փակենք ինչ որ սարի բանի չնայենք, թե չէ Արմագեդոն կլինի։ Էսա ես կարծում եմ ինչպես միշտ, այնպես էլ էս հարցում ճշմարտությունը ծայրահեղությունների մեջտեղում է։ Պարոն Նահապետյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանին, կհանդիպենք։